Աչքերս հարել եմ անցյալին, ապագայի նժույգը հեծած։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է։ Այսօր մենք պետք է խոսենք հասարակական, ազգային փորձի մասին։ Եվ քանի որ հստակ տեսակետ ունենք, որ մեր կյանքում շատ կարևոր դեր ունի մշակույթը, շատ կարևոր դեր ունի գրականությունը, մենք պիտի անդրադառնանք գրական կյանքի կազմակերպմանը։ Անցյալի փորձը գործածում ենք այսօր, պատասխանը ցավոք սրտի բացասական է։ Մենք ամեն ինչ ասես սկսում ենք մի անհայտ կետից եւ չենք շարունակում մեր նախնիների փորձը։ Այստեղից էլ են խնդիրները, խնդիրները, որ ամեն օր առաջ են գալիս։ Մենք պիտի լուծենք այդ խնդիրները մեր անցյալի փորձը օգտագործելով։ 1946 թվական Երևանում գումարվում է Հայաստանի գրողների միության երկրորդ համագումարը։ Առաջինը գումարվել էր 1934-ին եւ 12 տարի անց հասկանալի է, որ խանգարեց պատերազմը, խանգարեցին շատ հանգամանքներ եւ գրողները երկրորդ անգամ հավաքվում են անդրադառնալու իրենց խնդիրներին։ Ի տարբերություն այսօրվա իրականության, պիտի միանգամից ասեմ, որ ոչ թե համագումարը տևել է 1 օր կամ ընդամենը մի քանի ժամ, ինչպես այսօր է տեղի ունենում, այլ ուղիղ 7 օր։ Եվ այսպես, սեպտեմբերի 25-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնում գումարվեց հայ գրողների երկրորդ համագումարը 1946 թվականին։ Նախ եւ առաջ համագումարը հատկանշական էր նրանով, որ բազմաթիվ հյուրեր էին մասնակցում մեր համագումարին։ Ռուսաստանից ներկա էին անվանի գրող Նիկոլայ Տիխոնովը, շատ նշանավոր հայագետ, հայասեր, ռուս նշանավոր թարգմանիչ, բանաստեղծ, գրականագետ Սերգեյ Շերվինսկին, որի վաստակը բացառիկ մեծ է, հռչակավոր դեմքեր, հռչակավոր անուններ, Վերա Զվյագինցևա, Մարիա Պետրավիխ եւ այլն։ Վրաստանից ներկա են Շալվա Դադյանի, Գեորգի Լեոնիձե, Կոնստանտին Գամսախուրդյա, դասականներ, որոնք պատիվ են արել իրենց ներկայությամբ մեր համագումարին։ Շատ հետաքրքիր էր Ադրբեջանի պատվիրակությունը։ Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացնում էին Արշավիր Դարփնին, Համոս Սահյանը։ Գիտեք, որ մեր երիտասարդ Համոս Սահյանը, որ արդեն գնահատված անուն էր Ստեփան Զորյանի աջակցության շնորհիվ, ապրում էր Բաքվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կարապետ Սիտալ, Իրան վերածնունդ թերթի խմբագիր Հայկ Գարագաշ, Բեյրութ անվանի բանաստեղծ Վահե Վահյան, Ժողովրդի ձայն թերթի խմբագիր Հովանես Աղբաշյան, Ֆրանսիա Արամ Չարակ, Զարհևորփունի եւ ահա այս պատմական հյուրերի ներկայությամբ բացվում է մեր համագումարը։ Միանգամից ընտրվում է նախագահություն, անուններին հետևեք. Ավետիք Իսահակյան, Ստեփան Զորյան, Արազի, Տերինիկ Դեմիրճյան, Գյորգի Լեոնիձե, Խորեն Սարգսյան, շատ հայտնի գրականագետ եւ այլն։ Համագումարը բացվեց գրողների միության նախագահ Ավետիք Իսահակյանի բացման խոսքով, որը բացառիկ մի երևույթ էր այդ օրերին։ Եթե Իսահակյանի խոսքից հանենք սովետական, սոցիալիստական, պարտիա բառերը, մնացած ամեն ինչը, բոլոր դատողությունները, բոլոր խոսքերը արդիական խիստ կարևոր նշանակություն են, որ պիտի սովորենք, որ պիտի կարողանանք կյանքի կոչել մեր իրականության մեջ։ Առաջին հերթին Իսահակյանի խոսքը ոգևորող, ներշնչող մի խոսք էր։ Համագումարում Իսահակյանի խոսքը հնչեց իբրև մի զարմանալի զարգացում ապրող երկրի գրական միության նախագահի խոսք, որը ոգևորություն առաջ բերեց ներկաների սրտերում։ Իսահակյանը ասաց. «Սա մեր նորագույն պատմության առաջին դեպքն է, ներշնչող եւ ոգևորող, որ վերածնված Հայաստանի մայրաքաղաքում ազատ եւ անկաշկանդ պիտի խոսենք մեր գրականության մասին, մեզ խանդավառող գաղափարներից եւ մեր հեռանկարներից»։ Այս ամեն ինչը լսում էր ժողովուրդը եւ գրողների միությունը, գրական կազմակերպություն դարձել էր առաջնորդող լույս, լուսարձակ, որը լուսավորում էր ապագան եւ շատ մեծ հեռանկարներ խոստանում։ Իսահակյանը ողջունել է ներկաներին։ Բարով եք եկել, սիրելի հայրենակիցներ, ասել է վարպետը։ Դուք կլսեք զեկուցումներ մեր գրական նվաճումների մասին։ Դուք կտեսնեք մեր աճը,
մեր հայրենիքի տնտեսական, կուլտուրական վերելքը կտեսնեք, որ 25 տարիների ընթացքում շատ մեծ գործ է արվել ազգային եւ համամարտկային իմաստով։ Իսահակյանը իր ելույթում անչափ կարևորել է հայրենիքի եւ սփյուռքի հարաբերությունների սերտացումը։ Ահա թե վարպետը ինչ արձանագրում է կատարել հենց համագումարի առաջին օրը։ Մեր համագումարի ամենաարժեքավոր արդյունքը այն կլինի, որ ավելի սերտանան եւ մտերմանան մեր փոխադարձ հարաբերությունները մայր հայրենիքի եւ սփյուռքի գրականությունների միջև, ներդաշնակվեն մեր ձգտումները, կառուցենք պայքարի ճակատ ընդդեմ ռեակցիայի, իշահ մեր ժողովրդի բարգավաճման, միավորման, մեր պետության ել ավելի ամրապնդման։ Գրականությանը Ավետ Իսահակյանը տալիս էր գլխավոր դաստիարակող դերը գործառույթը հասարակական կյանքում։ Ինչ է ասում Իսահակյանը։ Մեր գրողների պայքարի զենքը գրականությունն է։ Գրականությունը առաջադիմության մեծազոր ֆակտոր է։ Նա ժողովուրդների դաստիարակման վեհագույն բեմն է։ Հին լեզվով ասած մարգարեական պատգամաբեր է, առաջատար, մարդասեր գաղափարների մունետիկ։ Ինչ նպատակ ունի գրականությունը։ Այս հարցիներ է Իսահակյանը պատասխանել։ Ինչ է գրականություն առհասարակ նոր ըմբռնմամբ։ Իսահակյանի պատասխանը. գրականությունը ինքնանպատակ չէ, նա գեղեցիկ արվեստով ասված անկեղծ խոսք է բարձրացնելու մարդուն, եղբայրացնելու մարդկանց միմյանց հետ եւ հոգեպես պատրաստելու իդեալական հասարակարգի համար։ Մաքուր եւ ազնվորեն պահենք մեր նվիրական զենքը։ Գրողների նախագահի խոսքը շատ կարևոր էր նաև նրանով, որ ընդգծում էր հայ գրականության առանձնահատկությունը համաշխարհային գրականության համապատկերում։ Մի գրականություն մի ժողովուրդ է, ասել է վարպետը։ Մի որևէ ժողովրդի գրականությունը նրա ձգտումների եւ բաղձանքների, նրա տարապանքի եւ հավատի, նրա խիզախումների եւ անկումների գեղարվեստական պատմությունն է։ Այդպես է եւ հայերի գրականությունը, սակայն հայ ժողովրդի գրականությունը ունի իր առանձնահատուկ դոմինանտը։ Համաշխարհային պատմությունը հայ ժողովրդին վիճակել է հայրենիք շրջապատված աշխարհակալ պետություններով, որոնք ձգտել են հայ ժողովրդին ստրկացնել, կողոպտել, ոչնչացնել եւ այս դարձել է ճակատագիր։ Այսպիսով հայ ժողովրդի գրականությունը ազգային գոյամարտի գեղարվեստական պատմությունն է ընդդեմ իր ճակատագրի։ Իսահակյանը անդրադառնում է նաև մի շատ կարևոր խնդրի, որն է մեր գրականության, հայ մշակույթի հիմնական թեմատիկան, հիմնական ուղղությունը, հիմնական գաղափարն ու ասելիքը։ Իսահակյանը դա կոչում է պաթոս։ Ահա վարպետի պատասխանը։ Մեր գրականության իշխող պաթոսը, նրա միսիան դարերի անհաշտ պայքարն է հանուն հայրենիքի ազատության, ազգային կուլտուրայի եւ անկախ պետության ընդդեմ բռնության ու ստրկության։ Մեր գրականությունը բռնակալների, հարստահարողների, ջարդարարների գրականություն չէ, այլ մարտնչող, բողոքող, ազատաբաղձ ոգու, տոգորված աշխատանքի, հումանիզմի եւ այլ բարձր գաղափարների ոգով։ Սա է այն կարևոր խնդիրը, որը Իսահակյանը դնում է ժողովրդի առջև։ Սա շատ կարևոր էական հարց է, որը վարպետը գրողների ղեկավարը դնում է իր գրչակիցների առջև։ Հայ գրականությունը, շարունակում է Իսահակյանը, պատկերելով հայ ժողովրդի բուռն ատելությունը եւ պայքարը ճնշող բռնակալների դեմ, եղել է նաեւ նրա դաստիարակը դարերի ընթացքում, փրկել է հայ ժողովրդին այլասերումից եւ ապազգայնացումից, նա տվել է հայ ժողովրդին հումանիզմի, դեմոկրատիայի գաղափարներ, ժողովրդասիրության, համաշխարհային եղբայրության իդեալներ, լավագույն, արդար եւ ազատ աշխարհ ստեղծելու հույս եւ հավատ եւ այն կենսագործելու պատրաստական զոհաբերություն, այն, ինչ որ անհրաժեշտ է խորտակելու բռնության եւ կեղեքման աշխարհը։
հայ գրականությունը Իսահակյանի պատկերացմամբ անպայման պիտի ձգտի Զարթոնչի շրջան ապրել եւ ապրում է։ Իսահակյանի կարծիքով այդպիսի մի շրջան էր վերջին տասնամյակը, այսինքն 30-ական թվականների վերջ ու 40-ական թվականներ։ Վերջին տասնամյակում, նշում է Գրողների միջան նախագահը, մեր կյանքն ու գրականությունը նոր Զարթոնչի շրջան ապրեցին։ Շատ հետաքրքիր է, այսինչ Զարթոնչի մասին է խոսքը, այսինչ է կատարվել, ինչ է եղել, որ Իսահակյանը դա կոչում է Զարթոնչի շրջան։ Եվ տեսեք, հրատարակվեցին Մովսես Խորենացի, Կորյուն Սքանչելի, Անանիա Շիրակացի, Աբովյան, Ռաֆի Մուրացյան եւ ուրիշ արժեքավոր գործեր։ Մեծափառ շքեղությամբ տոնվեց Սասունցի Դավիթ էպոսի հազարամյակը։ Այս գեղեցիկ գործերը կատարվեցին մշտական հոգացողությամբ եւ խրախուսանքով մեր հայրենիքի ղեկավարի ընկեր Գրիգոր Հարությունյանի։ Ուրեմն խնդիրը ինչն է։ Իսահակյանը գրական Զարթոնք է համարում այն, որ տպագրվել են 5-րդ դարի մեր պատմիչները Կորյուն Սքանչելի, Մովսես Խորենացի, հետագա շրջանի նշանավոր դեմքեր Անանիա Շիրականցի, Աբովյան, Ռաֆի Մուրացյան եւ այլն։ Ուրեմն դասականների գրքերի հրատարակումը Զարթոնքի շրջան, այո, հայ գրականության վերելքը Գրողների միջան նախագահը սկսեց հենց դրանով, մեր դասական գրողներով, դասականների հենքի վրա էր, որ պիտի ծնվեր նոր գրականությունը։ Իսկ անուններ տվել է Իսահակյանը նոր գրողներից, ինչ գրողների է գնահատել։ Այսօր մեր գրական կյանքը վերածվել է մի խառնաշփոթի, քաոսի, 8000 անձնավորություն գրում է, ինքնակոչ գրողների հսկայական բազմություն, որոնց գրական արժեքը մոտ է 0-ի։ Գրողների միջան նախագահ Ավետիք Իսահակյանը այս շրջանի գրողներից ում է առանձնացնում։ Ստեփան Զորյան, նրա հռչակավոր Պապ թագավոր վեպը, Վախթանգ Անանյան, գիտեք իր որսորդական պատմվածքները, բնության նվիրված Սքանչելի գործերը Վախթանգ Անանյանի, Գեգամ Սարյան, քնքուշ մեղեդայնությամբ մաքուր հայկական երգեր, որ բերում է Գեգամ Սարյանը, Համո Սահյան, 46 թվականին նոր գրականություն պիտի մտնի Համո Սահյանը եւ արդեն գնահատվում է Գրողների միջան նախագահի կողմից եւ արդեն նրա անունը հնչում է համագումար, այո, Ստեփան Զորյանը ամեն ինչ արել էր, որ Համո Սահյանը երևա ժամանակակից կյանքում եւ երևաց եւ բարձրացավ եւ դարձավ դասական, ապա հնչում է եւս մի անուն նախագահի խոսքում Մարո Մարգարյան, որ մեր բանաստեղծության թագուհին է, ամենայն հայոց բանաստեղծուհին, ապա նշվում է Դեմիրճյանի Վարդանանքը։ Անդրադառնալով իր գրչակիցներին, Ավետիք Իսահակյանը պնդում է, որ մեր գրչակիցները պետք է երգեն, արծարծեն սեր դեպի Հայաստանը։ Սա գլխավոր թեման է, որ գրողնեմությունը իբրև խնդիր դնում է գրողնեմության անդամների առջև։ Պիտի վառ պահեն ազգային ինքնագիտակցությունը եւ ազգային պատկանելիությունը։ Բոլոր միջոցներով պիտի ձգտեն հեռու պահել հայությունը այլասերումից։ Հիմա ես հարց եմ տալիս, բարեկամներ, դուք այսպիսի մտքեր այսօր լսում եք մեր գրական ժողովների ժամանակ, մեր համագումարների ժամանակ, բացի կռիվներից, փոխադարձ վիրավորանքից եւ այլ զանազան արտահայտումներից, դուք լսում եք այսպիսի խոսքեր, պահպանել ազգային ինքնագիտակցությունը, պահպանել ազգային ոգին, եւ սա սովետական Հայաստանում, այո, սիրելի բարեկամներ, մեր սովետական Հայաստանը, մեր խորհրդային Հայաստան եղել է ազգային պետություն, հիմնել է Սքանչելի ավանդույթներ, որը մենք աստիճանաբար մոռանում ենք, աստիճանաբար ուրանում ենք։ Եվ ամփոփելի իր խոսքը Ավետիք Իսահակյանը ասում է. ընկերներ, ես համոզված եմ, որ մեր համագումարը հանրագումարի կբերի մեր գրական հաջողությունները, առողջ ինքնակնդատությամբ հանդես կբերի նաև գրականության մեջ եղած բացերն ու առանձին սխալները եւ կմշակի գործարար միջոցառումներ մեր գրականության հետագա բուրըն զարգացման համար։ Այս ելույթը պիտի դառնա մեզ համար ուղենիշ եւ պիտի ասեմ, որ Իսահակյանի ելույթը շատ ջերմորեն ընդունվեց ներկաների կողմից եւ երբ եկավ Գրողների միջան նախագահ ընտրելու հարցը, համագումարը միաձայն Հայաստանի սովետական Գրողների միջան նախագահ վերընտրեց հայ մեծ պոետին, պետական մրցանակի դափնեկիր, գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ժողովրդական բանաստեղծ, վարպետ
Ավետիք Իսահակյանին։ Իսկ այժմ մի փոքրիկ ճամփորդություն, թե ինչ են արել հայ գրողները այդ նշված 7 օրերի ընթացքում։ Սեպտեմբեր 25-ին մենք անդրադարձանք, այժմ անդրադառնանք սեպտեմբեր 26, համագումարի երկրորդ օրն է։ Համագումարի երկրորդ օրը հայտնի գրականագետ Մկրտիչ Մկրյանը, իմ դասախոսը եւ շատ շատերի դասախոսը, մեծ հետք թողեց նա մեր բանասիրության մեջ, ահա վերջին բիայնացին Մկրտիչ Մկրյանը զեկուցում է կարդում սովետահայ գեղարվեստական արձակը եւ նրա զարգացման խնդիրները։ Բուրըն քննարկումներ են լինում, անդրադարձ է լինում մի քանի անգամ հայրենական մեծ պատերազմի գրականությունը թեմային, գրողների արժեվ խնդիր է դրվում անդրադառնալ հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի հաղթանակին, պատերազմի մասին երկեր պիտի գրվեին։ Ես հաղորդմանը գալուց առաջ ճանապարհին զրուցել եմ սովորական անցորդների հետ, հարցրել եմ ինչ գիրք եք կարդացել Արցախյան պատերազմի մասին, եւ գիտեք 15-ից ավել մարդիկ զարմացած նայում էին ինձ, նրանց ոչինչ հայտնի չէր, թե ինչ են գրել գրողները Արցախյան պատերազմի մասին, ահա թե ինչու մենք թերանում, ահա թե ինչը չի կարելի անել, գրական կյանքը պիտի կազմակերպվի, եթե բաց ես թողնում, դա չեղավ գրական կյանք, դա եղավ գրական քաոս, ահա մենք այդ քաոսի ականատեսն ենք մեր գրական կյանքում, իսկ 1946-ին եւ հետագա տարիներին գրական կյանքը կազմակերպվում էր ու կազմակերպում էին մեր առաջին դեմքերը մեր գրականության, վարպետ Ավետիչ Իսահակյանը, Ստեփան Զորյանը եւ մյուսները։ 27 սեպտեմբեր զեկուցում է կարդում Տիգրան Հախոմյանը Սովետահայ գրականության լեզուն։ Մենք քանի անգամ ենք լսել զրույց ժամանակակից գրական լեզվի մասին, ժամանակակից գրականության լեզվի մասին։ Ուղղակի բարձի թողի վիճակ է, սիրելի բարեկամներ, շատ ամոթալի վիճակ։ Այս այախոսությունը, այս զանազան ժարգոնային տարրերի արկայությունը մեր լեզվում, ազգային ժողովում նույնն է, կառավարության նիստերին նույնն է, ամեն հեռուստատեսությամբ նույնն է, շատ ցավալի վիճակ։ Ահա թե ինչ պիտի սովորենք հայ գրողների համագումարից 1946 թվական։ Այն զեկուցողը այն կարծիքն է առաջարկում, որ երկրի տնտեսական ծաղկումը չի կարող չանդրադառնալ գրական լեզվի զարգացման վրա, քննադատվում են թերությունները, որոնք խանգարում են, որ ստեղծվեն գեղարվեստորեն բարձրարժեք երկեր։ Դեռ այդպիսի երկեր չեն ստեղծվել, ասում է զեկուցողը։ Կան նաև հորետեսական ակումբներ, անկումային միտումներ, գրական քննադատությանն են անդրադառնում, նշում են թերացումները, թերացումների մեջ նշում է այն, որ գրականագետները անդրադառնում են անցյալի գրողներին, անտեսվում են ժամանակակից հեղինակները։ Ելույթ է ունենում նաև դոկտոր Արարատ Ղարիբյանը, մեր հայտնի լեզվաբանը, որը հրատապ խնդիր է դնում պահպանել հայոց լեզվի մաքրությունը եւ դա համարում է հրատապ խնդիր։ Այն ժամանակ խնդիրները այդքան հասունացած չէին, այդքան դժվար չէին, որքան այսօր, բայց խնդիրները դրվել են։ Սեպտեմբեր 28 մտքերի փոխանակությամբ է սկսվում օրը, Գարեգին Սևունցը խոսում է հայրենական պատերազմի հերոսներին նվիրված պատմվածքներ գրելու անհրաժեշտության մասին, խնդիր է դրվում նաև պատմվածքներ գրել մանուկների համար, պատմելով հայրենական պատերազմի հերոսների մասին, շեշտվում է, որ մեր քննադատներից ոչ մեկը չի զբաղվում մանկական գրականության հարցերով եւ մեր գրականության մեջ չկա դեռևս երեխայի մի տիպ, որ իր օրինակով համակի գրավի բոլոր երեխաներին։ Ելույթ է ունենում անվանի գրող Ստեփան Զորյանը եւ նրա ելույթը բոլորը լսում են մեծ հիացումը, որովհետեւ խոսում էր մակրագեղեցիկ հայերենով։ Զորյանը ընդհանրապես բացառիկ դեմ չի եղել գրողների միությունում իբրև դասական հեղինակ, դասական կերտվածքի վերջին գրողը։ Նրան այդպես էին դիմում իր բարեկամները։ Երիտասարդ հեղինակներից Սիլվա Կապուտիկյանը անդրադառնում է իր բանաստեղծություններին տեղ գտած գաղափարական թերացումներին, իր թույլ տված էական սխալներին, շեշտում է մենք սիրում ենք մեր սովետական հայրենիքը եւ եթե որոշ շեղումներ ենք ունեցել մեր ստեղծագործական ճանապարհին, ապա մեր պարտիայի եւ իմաստուն Ստալինի ամենազոր ցուցումները
կօգնեն մեզ։ Այսպես ավարտվում է սեպտեմբերի 29-ը, սեպտեմբերի 30 Մարո Մարգարյանն է ելույթ ունենում, խոսում է խոր եւ ճշմարտացի հետեւողական քննադատության անհրաժեշտության մասին։ Շարունակում են սփյուռքահայ գրողները հայրենիքում համախմբելու անհրաժեշտություն, գրողները ողջ ազգին պիտի տան միավորման բացառիկ մի օրինակ։ Սա է սփյուռքահայ գրողների տեսակետը։ Ելույթ է ունենում նույնպես երիտասարդ գրողների անունից Հովհաննես Շիրազը։ Արդի գրականության նվաճումների մասին է խոսում, մեծ բանաստեղծը այս ժամանակ դեռևս բնականաբար երիտասարդ, անհրաժեշտ համարեց ակտիվացնել աշխատանքը երիտասարդ գրողների հետ։ Ելույթի վերջում ներկաների բուռն ծափահարությունների ներքո, ուրեմն 46-ին Շիրազը արդեն այդ մեծ համակրանքը վայելում էր գրողների միությունում, ժողովրդական բանաստեղծի կերպարը սկսել էր ձևավորվել, արտասանեց իր բանաստեղծությունը նվիրված մեծ առաջնորդին, որտեղ փառաբանում էր ավելի շատ հայության սրբության սրբոց լեռը Մասիս Սարը։ Այ բանաստեղծը այսպեսին կլինի։ Հայրենասեր բանաստեղծ, որը 35-ին այդպիսին էր, 37-38-ին այդպիսին էր, 46-ին այդպիսին էր եւ մնաց ընդմիշտ այդպիսին։ Հայրենիքի սիրահար բանաստեղծ ու այդպես նվաճեց հայ ժողովրդի սիրտը։ Պիտի ասեմ, որ հատուկ զեկուցում եղավ այդ օրը նաև գրական թերթի թերացումների մասին, գրական թերթին գրողները մեղադրում էին թույլ բանաստեղծություններ, ցածրորակ գրվածքներ տպագրելու մեջ։ Եվ հոկտեմբերի 1-ին ավարտվեց համագումարը, քննարկվեցին սփյուռքահայ գրականության հարցեր, նշվեց, որ սփյուռքահայ գրողների երջանիկ են տեսնելով այն մեծ նվաճումները, որ ժողովուրդն ունի անցած 26 տարիների ընթացքում եւ հույս հայտնեցին, որ վտարանդի հայերը կվերադառնան իրենց հայրենիքը։ Այսպես համագումարը ավարտեց իր աշխատանքները։ Իսկ մեզ համար ժամանակակիցներիս համար նա օրինակ է, թե ինչպես պիտի կազմակերպել որևէ երևույթ։ Բարձի թողի վիճակ չի կարելի հանդուրժել, գրական կյանքներ պիտի կազմակերպվի, որ կարողանան մեծանուն գրողներին տանք հնարավորություն իրենց խոհերը հասցնեն ժողովրդին եւ երիտասարդների արժեվել ճանապարհ բացենք դեպի գրական բարձունքներ։ Սիրելի բարեկամներ, մեր այսօրվա զրույցը վերաբերում էր գրական փորձին։ Ես որ գրողների միության անցած ճանապարհ երկրպագուն եմ, մասնակիցը եւ շատ սիրում եմ ամեն դրվագ գրողների միության, ցես փորձեցի ներկայացնել 1 տարի Հայաստանի գրողների միության անցած ճանապարհից, երբ տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության երկրորդ համագումարը 1946 թվականին։ Մեր զրույցները մենք կշարունակենք, իսկ այս պահին ես ձեզ ասում եմ սեսյուն, միշտ նոր հանդիպում։